Ըստ ձեզ դատական համակարգի քաղաքականացված լինելը եւ արդարադատության օգտագործումը քաղաքական շահերի համար դժգոհություն առաջացնում է պետական ծառայողների մոտ։ Միանշանակ առաջացնում է, բայց միևնույն ժամանակ խորը ծառայամտությունը եւս հաղթում է այդ դժգոհությանը։ Այսինքն ցավոք սրտի մենք ունենք այսպիսի մի իրավիճակ, երբ որ ես էլի նույն կուլիսների հետևում խոսում եմ տարբեր կամայականություններ կատարող տարբեր իրավական այդ իրավապահ համակարգի աշխատողների հետ, ասում եմ, լավ նորմալ է, ինչ որ մի սահման կա, որը չեք անելու էլի այդ ապօրինությունների, ասում են դե բոլորի ժամանակ էլ եղել է այդ բանն է, ասում եմ, իսկ չէ, հիմա բանը ասում են դե ոնց որ միշտ էլ եղել է, միշտ էլ արել ենք, միշտ էլ կանենք, մոտապես այս տրամաբանությամբ, իսկ երբ որ երկրորդ հարցն է գալիս, բայց լավ, չափ ու սահման կա, այս ծավալի է եղել, դե ասում են դե չէ, հիմա մի քիչ շատ է, Էդ էլ այդ հարցի պատասխանը եւ ցուցիչները, որ դուք նայեք, ինձ թվում է շատ խոսուն են, մասնավորապես, եթե նայեք փաստաբանների ակադեմիայի ընդունելության ցուցակները միշտ ամենաշատ տեղերով գնում են գործող դատախազներ, քննիչներ, դատավորներ գալիս են եւ դառնում են անցնում են փաստաբանական համայնքը, որովհետեւ կամ անհնար է, եթե ինչ-որ մի կետ կա, որ ինքնուրույն ես բանանում, դա լավագույն պրոտեստը, որ կարում են անեն, առավելագույնը, դա ուղղակի համակարգից դուրս գալն է, ոչ թե չհնազանդվել, օրինակ տեսնում ենք, մենք չնայած դատական համակարգի չէ, բայց օրինակ ակնհայտ էր, չէ, որ այն ամեն ինչը Արմեն Աբազյանը հրաժարվեց անել Սամվել Կարապետյանի նկատմամբ, այդ նույն տեսարանները պարոն Աբովյանը, որ նշեց, արեց Անդրանիկ Սիմոնյանը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Եվ դատական համակարգում էլ, տեսեք, օրինակ Արման Բաղդասարյան, նախկին դատախազ, հիմնական կալանավորած արքեպիսկոպոսներին, արեց իր սև գործը, գնաց փաստաբանական համայնք։ Չգիտեմ, թե շատ էր խիղճը տանջում, թե ինչ էր անում եւ այլն։ Ամեն դեպքում ունենք էլի դատավորներ ունենք, որ դուրս են գալիս հարկադրանքներով, ճնշումներով, այսինքն այնպես չի, իհարկե ունենք նաև օրինակ դատավորներ, որոնք չգիտեմ ինչ մանտրաների ներքո իրենք իրենց համոզում են, որ ինչը որ անում են ճիշտ են, բայց ամեն դեպքում պրոֆեսիոնալ մասնագետները իրենք այդ գիտակցումը ունեն, որ ինչ որ անում են ճիշտ չի, բարոյական չի եւ իրավական չի։ Եվ այդ կադրերի արտահոսքի հետ կապված վերջերս նաեւ հետաքրքիր տեղեկություններ եղան, որ որոշակի փոփոխություններ են պատրաստվելու անեն, որպիսի կանխեն կադրային արտահոսքը, որովհետեւ տեսեք շատ են այդ ռոտացիաները, եթե մի քիչ ուշադիր լինեք, նույն օրինակ Բագրատ Սրբազանի գործով արդեն երրորդ քննչական խմբի ղեկավարը հրաժարվեց գործից, որովհետև մարդիկ գնում են պրոֆեսիոնալ աշխատանքի մղումներով, մեկ էլ ինչ որ մի քանի տարի շատ նորմալ պարկեշտ մարդիկ են, չգիտեմ, քննիչ են աշխատում դատախազ դատավոր, մեկ էլ հոп գալիս է առաջին քաղաքական հրահանգը, մարդիկ խառնվում են։ Մի հատ անում են, հետո երկրորդն է գալիս, երրորդը եւ այդպես շարունակ ու կամ մարդիկ ուղղակի այդ հոսքի տակ ընկնելով անում են, կամ օրինակ լավագույն դեպքում ասում են կամ այս գործը ինձանից վերցնում եք, կամ ես եմ գնում, ինչ օրինակ եղավ Բագրատ Սրբազանի դեպքում 3 քննչական խմբի ղեկավար փոխվեց ու այդպես շարունակ, այնպես որ այդ դժգոհությունը կա, բայց ցավոք սրտի այդ դժգոհությունը մեր համար ընդունելի ձևով չի, որ արտահայտվում, այսինքն լավագույն ձևը ես դուրս կգամ իմ փոխարեն մյուսը կանի եւ էդ էլ հենց հիմնական պատճառաբանությունն է, որ բերում են ասում են դե ես չանեմ ուրիշն է անելու ու այդպես անverջ շրջապտույտի մեջ ենք գտնվում։